Հանրապես անակնկալ չէ։ Ձեր հետագա պաշտոնավարման մասին։ Իմ հետագա քաղաքական գործունեությունը պետք է ձեզ հետաքրքրի ավելի, քան իմ պաշտոնավարումը, որովհետև ես այսպես կոչված պաշտոնի եմ ընդամենը մի քանի տարի, քաղաքականության մեջ 10 տարուց ավել։ Կարող եմ շտապել ձեզ վստահեցնել, որ ես մնում եմ քաղաքականության մեջ, որպես հանրապետական կուսակցության գործադիր մարմնի խորհրդի անդամ, կուսակցության փոխնախագահներից մեկը։ Իսկ կրթության ոլորտում անելիքներ ունեք։ Կրթության ոլորտում անելիքներ միշտ կան, անկախ նրանից ով կլինի կրթության նախարարը։ Ես թե հնարավոր այլ թեկնածուներ։ Պարոն Աշոտյաններից է գուցե ուշած, խոսում եք, որ դուք չեք լինելու այլ նոր կառավարությունը, դա ճիշտ է։ Ես ձեր հայացքից հասկացա, որ դուք դեմ եք այդ խոսակցություններին, շնորհակալ եմ աջակցության համար։ Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ տարբեր ճակատներ կան աշխատանքի, տարբեր հնարավորություններ կան աշխատանքի եւ որպես կարգապահ կուսակցական եղել եմ եւ կլինեմ այնտեղ, որտեղ որոշի մուսարից։ Այսինքն չկա նոր ինչ-որ բան, դուք էլ տեղյակ չեք լինել։ Կարող եմ այս բանին ասել հետեւյալը, որ երբ որ ես նշանակվում էի կրթության նախարար, ես Հայաստանի ամենաերիտասարդ նախարարն էի առհասարակ։ Այսօր 5 տարի անց կարող եմ ասել, որ Եվրոպայի ամենափորձառու կրթության նախարարներից մեկն եմ։ Պարոն Աշոտյան, Հովիկ Աբրահամյանը ինչը պետք է շարունակի, որ կիսատ մտքով Տիգրան Սարգսյանը, ինչ է կարծում։ Ես վստահ եմ, որ պետական շինության գործընթացում միշտ են անելիք կա, անգամ առավել զարգացած եւ կայացած պետություններում եւ հասարակական եւ տնտեսական համակարգերում բազմաթիվ նոր մարտահրավերներ են ծագում։ Ոստի ես դեմ եմ այդ արտահայտությունը կիսատ է թողել, ես կարծում եմ, որ բարեփոխումների շարունակականության մեջ հստակություն կա, որովհետեւ քաղաքական կուրսը նույնն է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից երկրի նախագահի կողմից համապատասխան քաղաքական որոշումը ի կատար պետք է ածվի հնարավորինս լայն հասարակական ճակատով, իսկ եթե այդ ճակատում կլինեն նաև մեզ ուղեկից այս կամ այն արագությամբ ուղեկցող ուժեր, ապա բնականաբար աշխատանքները կարող են մի քիչ ավելի լայն թափ ստանալ, բայց պետք է նաև ասեմ, որ հանրապետականը եղել է եւ պատրաստ է քաղաքական բեռը ամբողջությամբ վերցնել իր վրա, եթե պետք դեմ չի լինի, եթե իր կողքին լինեն իր ծրագրերը համադրելիության սկզբունքով կիսող ուժեր։